Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող դատական ֆարսը։ Դատարանը հրապարակել է դատավճիռները, ՑՄ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանում կա օրենք համաձայն որի ՑՄ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք, իսկ 8 հայ գերիներին Բաքվի դատարանը դատապարտել է 15-ից 19 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի ընդվզող մարդը էսեից հետևյալ միտքը. ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ադրբեջանական դատարանների կողմից կայացրած ՑՄ ազատազրկման որոշումները։ Նա ընդգծել է, որ դատավարությունների ընթացքում խախտվել են արդար դատաքննության երաշխիքները եւ որոշումները քաղաքական ոչ իրավական բնույթ ունեն իրականացնելով գործադիր իշխանության վրեժ խնդիր քաղաքականություն։ Սահակյանը ընդգծել է, որ դա չի բարդացնում գերիների վերադարձը ելնելով նախկին դեպքերից, սակայն նման դատական ակտերը կարող են օգտագործվել բանակցությունների ընթացքում առավել զիջումներ կորզելու նպատակով։ Սիրանուշ Սահակյանը նաև նշել է, որ դատավարությունների լուսաբանումը ուղեկցվել է հայատյացությամբ եւ ատելության սերմանող կերպարներով։ Ուստի նման գործընթացները չեն նպաստում խաղաղությանը եւ վստահության ձևավորմանը ժողովուրդների միջև։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ ադրբեջանական դատարանների կայացրած ՑՄ ազատազրկման որոշումները, նշելով, որ բնականաբար մտահոգիչ է, բայց անակնկալ չէ, քանի որ դատարանը բավարարել է դատախազության պահանջները։ Նա հավելել է, որ հաջորդ քայլերը կարող են լինել բողոքարկում կամ որոշ անձանց համաներում։ Հնարավոր է համընկնելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի հետ։ Բեգլարյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է առավելագույնը անեն գերիների հնարավորինս ազատ արձակման համար օգտագործելով գոյություն ունեցող հիմքերը ու պատշաճ դիվանագիտություն վարեն։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Արամ առաջինը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությանն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում մշակութային կոթողների անվտանգ ապահովման հրատապ հարցերի վրա, դիմելով նրա անձնական միջամտությանը։ Նամակում վեհապար հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակման թե հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Հաղորդագրության համաձայն վեհապար հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄՆ փոխնախագահին։ Դուք հույսի սերմնացաններն եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն, ասել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը դիմելով Զայեդի մրցանակի դափնեկիրներ Փաշինյանին եւ Ալիևին։ Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության փշոտ ճանապարհը ընտրելով նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորը բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով, նշել է Պապը։ Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը դեռ հարցեր ունի ՀԱՊԿ-ի հետ կապված, սակայն իշխանությունը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ շարունակում է հետաքրքրված լինել Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Սերգեյ Լավրովն էլ եւս մեկ անգամ նշել է, որ Եվրամիության անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ անհամատեղելի է, բայց Ռուսաստանի կողմից կպահպանվի Հայաստանի ընտրության իրավունքը։ Ռուսաստանը դեմ չի լինի Հայաստանի հետ արտաքին հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ եւ անվանել տարօրինակ Հայաստանի նկատմամբ հյուսիսից սպառնալիքների մասին հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը առևտրային գործընկերներ են եւ շահագրգռված է Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ։ Եվրամիությանը հնարավոր անդամակցությունը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը տնտեսական միությունից աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական միության, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորման մեջ։
Путин немає. Հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որը ներկա պահին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ շատ ագրեսիվ է տրամադրված։ Ամեն դեպքում մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։ Ակնհայտ է մի բան, որ որոշ որոշումներ պետք է կայացվեն որոշակի պահի։ Նիկոլ Վովաևիչը խոսել է այս մասին։ Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ։ Հետևաբար, եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն կլինի համապարփակ, հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից հաղորդում են, որ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան այցելեց ամերիկյան ճարտարագիտական խորհրդատվական ընկերության թիմը, սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին եւ Փաշինյանին մարդկային եղբայրության համար Զայեդ մրցանակի կապակցությամբ նա կարևոր է համարել Ալիևի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերված վճռական կամքը։ Էրդողանի խոսքով համաձայնագրի ուժի մեջ մտնելով Կովկասի համար նոր էջ կբացվի։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյդի Վենսը Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի վերջին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան սպասվող այցի մասին։ Հանրապետության տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին կամ լրացել է կամ էլ լրանալու է այս տարի, 2026 թվականին իբրև հարգանքի եւ աջակցության նյութական արտահայտություն պետական մակարդակով միանվագ 1 միլիոն դրամ գումար կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության եւ հարգանքի խորհրդանշական դրսեւորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Մեկ այլ որոշմամբ էլ վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով։ Արդյունագործական պաշարի 40%-ը ավելի շատ, քան 2025 թվականին էր թույլատրվել։ Առողջապահական հաստատությունների տնօրենները այլևս չեն զբաղվի կլինիկական գործունեությամբ, բացառությամբ հոգեբուժական կազմակերպությունների նախկին կարգավորմամբ տնօրենին թույլ էր տրվում զբաղվել բժշկական գործունեությամբ, գործադիրի անդամների ձևակերպմամբ կլինիկական գործունեությամբ զբաղվողների հետ կապված ահազանգեր են եղել։ Բանն այն է, որ տնօրեններին տրված հնարավորությունը չարաշահվում էին տնօրենների կողմից ստեղծելով անհավասար պայմաններ։ Հոգեբուժական հաստատություններին բժշկական գործունեություն ծավալելու բացառությամբ տրված հնարավորությունը պայմանավորված է մասնագետների մեծ դեֆիցիտով։ Ավանեսյանը հայտնել է նաև, որ փորձառու մասնագետները լինելով բուժգծով պատասխանատուներ կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն։ Մեր փորձառու մասնագետները լինելով բուժգծով պատասխանատուներ կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն եւ ըստ էության մենք կնպաստենք, որ այսօր մեր փորձառու բժիշկ մասնագետները կաշկանդված չեն լինի զրկվելու կլինիկական գործունեությունից, բայց նաև գործադիր մարմնի ղեկավարը այլևս կաշկանդված չենք, որ լինի միայն բժիշկ։ Այս նախագծով իրանք ուզում են բժիշկ ղեկավարներին դուրս բերել պաշտոններ զբաղեցնելու իրավասություններից։ Բժշկական հիմնարկները խոշորացնում են եւ պարտադիր պահանջ չեն դնում, որ տնօրենը պետք է լինի բժիշկ։ Սա կործանարար է լինելու առողջապահության համար։ Պետության եւ համայնքային հողերը հնարավոր է, որ այլևս չփոխանցվի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով։ Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխությունների նախագծով, որը ներկայացվել է խորհրդարան, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն հոդվածը, ըստ որի թույլատրվում էր եկեղեցուն փոխանցել հողատարածքներ սեփականության իրավունքով։ Գործադիրը բացատրում է, օրենսգրքում արդեն կա մեկ այլ հոդված, որը հնարավորություն է տալիս անհատույց փոխանցել եկեղեցուն նման հողատարածքներ, այսինքն օրենսդրությունից հանվում է միայն սեփականության իրավունքով եզրույթը։ Խորհրդարանի որոշ պատգամավորներ սակայն կասկածներ են հայտնել, որ փոփոխության իրական նպատակը տեղափոխվում է եկեղեցու շուրջ վերջին շրջանում սկիզբ առած պրոցեսների համատեքստում։ Մինչև հիմա այդ կարգը ինչն է խանգարել, ինչ խոչընդոտներ է ստեղծել, չի բերելու այն մեծ իրավիճակին, որ վերջնարդյունքում
հայրաքելական Սուրբ եկեղեցուց հողեր վերցնելու, ասենք խող խլելու։ Որևէ միտում չկա սեփականության իրավունքը սահմանափակելու կամ ինչ-որ գույքեր հետ վերցնելու, ուղղակի անհատից օգտագործման իրավունքով տրամադրելու ինստիտուտը ցանկանում ենք այս բարակամ կիրառել զուտ պետական սեփականությունը նպատակային ծառայեցնելու համար։ Անհատույց օգտագործման եւ սեփականության իրավունքի տեսակը տարանջատ է։ Եթե ավելորդ է, երկուսից մեկը պետք է անվի։ Առաջարկում եմ հանել ոչ թե 64-ի 1-2-ը, այլ հանել 75 հոդվածով այս գրքի եւ ամեն ինչ կգնի տեղի մտահոգություններ փարատվի, կարծում եմ մնացածին էլ։ 84 վարույթ է հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովը նախաձեռնել 2025 թվականին։ Սա հեղինակային իրավունքի եւ գովազդի ոլորտում հանձնաժողովի կողմից խստացված վերահսկողության արդյունք է։ Նախագահ Տիգրան Հակոբյանը հիշեցրել է, որ 2011-ից 18 թվականներին նախաձեռնված վարույթների ընդհանուր թիվը 15 է եղել։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ նախորդ տարում իրականացված վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ է ունեցել եւ ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը։ Տիգրան Հակոբյանը անդրադարձել է նաեւ տեսալսողական մեդիայի մասին օրենքի նոր կարգավորումներին, նշելով, որ այն կարգավորումները, որ գործում էին հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, հիմա գործելու են նաև կաբելային ցանցերում գործող ընկերությունների դեպքում։ Իդեպ Հայաստանում համացանցի տեսալսողական բովանդակությունը ներկայում որևէ կարգավորման չի ենթարկվում, սակայն առաջիկայում այս ուղղությամբ եւս կարող են իրականացվել օրենսդրական փոփոխություններ, ապատեղեկությունը բռնության կոչերը նաև հարթակում սահմանափակելու համար։ Ով է շահառում այդ համացանցային առանց կարգավորումների բովանդակության շահառունովը։ Շահառուն են մարդն, ով ուզում է ատելություն տարածի, ով ուզում է մարդկանց խաբի, ով ուզում է համոզի մարդկանց, որ օրինակ, չգիտեմ, Արամուսի բանով գազարով կարելի է քաղցկեղի բուժել, ամեն ինչը որևէ կապ չունի իրականության հետ։ Սա մեծագույն խնդիր է եւ արդեն ամբողջ աշխարհում կամաց օրենսդրություն է ընդունվում, որը գոնե փորձում է խաբեությունը, ապատեղեկատվությունը, նույն deepfake-ը կամ քաղաքական շահարկումները, բռնության կոչերը, ինչ որ ձև սահմանափակել համացանցում։ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոխանակել 314 ռազմագերիների։ Այս մասին հայտարարել է Ուիտքոֆը։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները անվանել է մանրակրկիտ եւ արդյունավետ եւ ասել, որ քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Նա հավելել է, որ այս բանակցություններում դեռ շատ աշխատանք կա անելու։ Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը չի վախենում եվրոպացիներից եւ զգուշացրել է, եթե Ուկրաինան չկանգնեցնի նրան, Ռուսաստանը կհարձակվի նաև Եվրամիության երկրների վրա։ Նրա խոսքով Ուկրաինայի հարևանները կլինեն առաջին զոհերը, իսկ ռուսական դրոններն ու հրթիռները կարող են հարվածել Եվրոպայի ցանկացած կետին։ Զելենսկին նաև հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը 55,000 է։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին առևանգելու ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր գաղտնի զենք է կիրառել, որը ժամանակավորապես շարքից հանել է ոչ միայն սարքավորումները, այլև մարդկանց։ NBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ավելին, նախագահը հպարտացել է, որ հենց ինքն է նոր զենքի համար անվանում որոշել, որը նշանակում է ապակող նորոշիչ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ իրեն իրականում չի կարելի այս ամենի մասին պատմել։ Դա այն որոշած անունն էր, ես շատ հպարտ եմ այդ անունով։ Գիտեք, գործնական գրեթե ոչ մի կրակոց չի եղել։ Նրանք պատրաստ էին, իսկ երբ մենք եկանք, նրանք ոչինչ չէին կարող անել։ Այդ զենքն անջատեց ամեն ինչ։ Այն մարդկանց նոկաուտի ենթարկեց։ Դե այսպես ասենք, մենք շատ դժվարին իրավիճակում ոչ մի սարք չկորցրինք, այն դեպքում, որ նրանք լավ մարտիկներ են, գերազանց մարտիկներ։ Դեսկոն Բոբուլյատորը պարզապես ամեն բան նոկաուտի ենթարկեց։ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը քննարկել են Ուկրաինայի եւ Իրանի ճգնաժամը։ Նրանք նաեւ քննարկել են առևտրային ռազմական հարցեր եւ Միացյալ Նահանգների նախագահի ապրիլյան այցը Չինաստան։ Ես հենց նոր ավարտեցի հիանալի հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ։ Դա երկար եւ մանրամասն զրույց էր, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում առևտրային ռազմական հարցեր, իմ ապրիլյան այցը Չինաստան, Թայվանը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից ամերիկյան նավթի եւ գազի գնումը, Չինաստանի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գնման քննարկումը, այդ թվում սոյայի գնումները այս սեզոնին հասցնելով 20 միլիոն տոննայի, ինքնաթիռների շարժիչների մատակարարումները եւ շատ այլ թեմաներ, որոնք բոլորն էլ շատ դրական են։
Ռոմի եկեղեցում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի նմանությամբ որմնանկարը վերականգնած նկարիչը ոչնչացրել է իր սեփական արվեստի գործը, քանի որ այն վրդովմունք է առաջացրել։ Եկեղեցում վերջերս վերականգնված թևավոր կերպարի դեմքը շատերը նմանեցրել էին Մելոնիին, ինչը աղմուկ էր բարձրացրել։ Փոթորկից հետո Պորտուգալիան տուժել է ուժեղ ջրհեղեղներից, ջուրը բարձրացել է տների առաջին հարկեր, մեկուսացնելով որոշ գյուղեր։ Մի կողմից ռուսական հացահատիկի նոր խմբականակ են ուղարկում Հայաստան, մյուս կողմից տեղեկատվական զենքերի ձգանքաշում։ Ադրբեջանական քարոզչամեքենան նոր պատվեր ունի ամեն գնով Հայաստանին ներկայացնել իբրև մի երկիր, որը գաղթագողի Ռուսաստանի թիկունքին է կանգնել, աջակցելու Դաշնության հատուկ ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Ավելին, թե իբր Մոսկվայի համար նաև հնարավորության օղակ ենք դարձել շրջանցելու պատժամիջոցները։ Կոչում են հիբրիդային պատերազմ։ Տեղեկատվական կեղծ ինֆորմացիայի, դեզինֆորմացիայի տարածում է, որը նպատակաուղղված է հատկապես հայ-ռուսական հարաբերություններում սեփ խրել եւ փորձել այդ անջրպետը, որը արդեն իսկ առկա է, ավելի խորացնել, դա բազմակողմանի քաղաքականության վարման մեթոդ է, փորձում են խնդրեմ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, խոսակցությունները, երբ որ տարբեր իշխանական աղբյուրներ եւս փորձում են ներքաշվելու այս ամեն ինչը բերում են ավելի բարձրաստիճան ղեկավարության դաշտ, դա արդեն խնդիր է ստեղծում։ Այն ինչ հիմա տարածում է բացառապես ադրբեջանական մեդիան, որը գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության տակ է գործում, ավելի վաղ հենց ինքը Ադրբեջանի նախագահն էր ուղիղ տեքստով ձևակերպել տարվա առաջին զրույցներ ադրբեջանական լրատվամիջոցների հետ, փաստացի ծնագնդի նման էր թեման գլորվել։ Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար էր։ 2 տարի առաջ այն 12 միլիարդ դոլար էր։ Ակնհայտ է, որ դա պատժամիջոցների շրջանցում է։ Ինչպես էլ որ նրանք դա անվանեն՝ զուգահեռ ներմուծում կամ ներմուծում մոխրագույն գոտում։ Բայց ոչ ոք, ոչ Եվրոպական հանձնաժողովում, ոչ Եվրախորհրդարանում, ոչ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ոչ մի խոսք չասաց, դիտողություն չարեց Հայաստանին։ Նրանց համար պատժամիջոցների շրջանցման ուղի լինելը ընդունելի է։ Բայց մեր հնան չի աճում այն պատճառով, որ մենք օգնում ենք ինչ-որ մեկին շրջանցել պատժամիջոցները։ Մենք դա չենք անում։ Այն աճում է մեր տնտեսական ցուցանիշների շնորհիվ։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ երկրների կազմով, որպես մաքսային միության անդամ երկրներ, իրար հետ ունեն տնտեսական կոտրում համագործակցության բոլոր հնարավորությունները եւ դրանով է պայմանավորված մեր ապրանքաշրջանառությունն ու առևտուրը ընդհանրապես։ Մյուս հակառակ կողմից մասնագետները նաև համոզված են, որ տեղեկատվական այսօրինակ արշավներով Ադրբեջանը փորձում է նաև Հայաստանին հեղինակազրկել արևմուտքում, մասնավորապես եվրոպական երկրների աչքերում, այն նույն եվրոպացիների, որոնք հետաքրքրված են Սյունիքի ամերիկյան ճանապարհով, թրիփով, Ամերիկայի նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղով, որն ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Խաթարել Հայաստանի եւ Արևմտյան դերակատար պետությունների հետ վերջին շրջանում է զարգացման շրջանակը, մասնավորապես Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հայաստան Եվրոպական միություն ուղղությամբ բավականին դուրս ակտիվություն է նկատվում եւ տնտեսական եւ նաեւ համընդհանուր մի շարք առումներով, հետեւաբար սրանով փորձում են ինչ որ ձևով Հայաստանին ներքաշել այնպիսի գործընթացների մեջ, որի հետ ինքը կապ չունի։ Հարտության մասին մասնագետների գնահատմամբ ակնհայտ է, որ սլաքներն ուղղված են դեպի հյուսիս, Ռուսաստան։ Հիշեցնում են, առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ եվրոպացիները մեզ օգնելու են այդ պատերազմում կամ հարձակումների ժամանակ։ Եվ հարցնոթում է մնում, իսկ ինչ են ադրբեջանական կեղծ լուրերը, ազեր ֆեյքերը։ Որ փոսը փախցնես, որ մեկը Բալահովիտում վարորդները չգիտեն, որ փոսը շրջանցեն գլխավոր ճանապարհով երթևեկելից։ Ամեն օր հարյուրավոր մեքենաներ են վնասվում, կոտրվում են անվահեծանները, նաև վթարներ են լինում։ Որ մեկը փախցնեն մարդիկ։ Իդեպ այս հատվածում տեղադրվել է նաև աղագին ժամանակագործում է արագաչափ, կարելի ասել այդ արագաչափը ստիոքուտել չի տա, որովհետև այս փոսերը այնքան շատ են, որ վարորդները 20-ից 30-40 հարագություն չեն բանանում, բացում։ Զայրացած վարորդներն ուզում են, որ պատասխանատուներն արձագանքեն, քայլեր ձեռնարկեն։ Իսկ ճանապարհը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն է սպասարկում։ Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը կարծես թե զբաղվում է խնդրով, մրցույթ են հայտարարել, հաղթող ընկերություն կա, բայց վերջինս աշխատանքները չի շտապում իրականացնել, քանի որ պատճառաբանում է, որ եղանակն անբարենպաստ է։
Դերևս միջև այժմ ոչ մի աշխատանք։ Ամեն օր հիմնականում նաև գիշերային ժամերին ավտոմեքենաներ են, որ կոտրվում են։ Մարդիկ արդարացիորեն բարձրաձայնում են, ասելով, որ գույքը հարկը վճարում ենք, բայց անընդհատ ավտոմեքենաները տանում ենք ավտովերանորոգման կետեր։ Ցերեկա տենում ես, գիշերը մութ հանգնում է, չես էլ տենում։ Նույն պատկերն է նաև Մայրաքաղաքի Աճարյան փողոցում, որպեսզի վարորդները կարողանան արագ կողմնորոշվել, պարեկները անվադողեր են տեղադրել սահմանազատել տարածքը։ Վերջին օրերին այստեղ մոտ 10 վթար է տեղի ունեցել։ Շարժը բավականին շատ է, թեպետ Երևանում այնքան շատ է, խոսերը որ ասելու չի, բայց գոնե այս հատվածում ժամանակավոր փոսալցում կատարես, մինչև եղանակը տաքանա, սկսեն ասֆալտապատման աշխատանքները։ Հետագա ՃՏՊ-ներից խուսափելու համար այս հատվածում գոնե ժամանակավոր լուծում է պետք։